Պարոն Կարապետյան, շարունակելով Տալասի ու կոալիցիայի թեման, մտածում եք հնարավոր կոալիցիաների մասին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսակցություններ կան, կարող է ձեզ չգրանցեն որպես կուսակցություն, այսինքն մոլդովական սցենարի պարագայում ձեզ չեն գրանցելու, դուք չեք կարողանալու մասնակցել ընտրություններին, այս պարագայում ինչ եք մտածում անել, խոշորացման մասին նախագիծ ունեք, որևէ այլ ուժի հետ կոալիցիա կկազմեք։ Կոալիցիայի հարցը բարձրացած ենք թողում մինչև նախընտրական շրջանը, կան քննարկող տարբեր տարբերակներ, բայց ինչպես նշել ենք, մի անգամ նշում ենք, որ կոալիցիայի մեջ պետք է լինեն նոր առաջարկ պետք է լինի մեր հանրությանը։ Եթե գնա ամեն ինչ, պրոցեսները գնան իրավական ճանապարհով, մենք խնդիր չենք տեսնում։ Եթե ոչ իրավական ճանապարհով եւս մեկ անգամ փորձեն սահմանափակել այս անգամ արդեն ժողովրդավարական հիմնարար իրավունքները մեր հասարակությունը կարծում եմ դրա վերաբերմունքը կկարողանա ցույց տալ։